Իմ սկիզբն ու վերջը դու ես, իմ Աստված, դու ես իմ ճանապարհը, հույսն ու հավատը միշտ, ամեն։ Ամենաբարի առավոտն եմ մաղթում ձեզ։ Կոֆե եմ դնում ինձ համար, սիրելիներս, գնանք նստենք միասին, զրուցենք և կոֆեն վայելենք, դուք էլ ձերը դրեք։ Արդեն պատրաստ է կոֆեն, անջատեմ, լցնեմ բաժակը և գնանք միասին վայելելու մեր կոֆեն։ Միջ խոհանոց գնալը, սիրելի հետևորդներ ջան, միջ պատրաստելը, ես հիմա ուզում եմ ձեզ սիրով ցույց տալ, թե ինչ նվեր եմ ստացել մեծ թոռնուհուս կողմից։ Սիրով ցույց եմ տալիս, սիրելիներս, այստեղ 2 հատ աբադոկ է սանրի տեսքով, կհավաքեմ մազերս խոհանոցում, սա էլ փափկեցնող շրթներկ է, ոչ թե գույն է տալիս, այլ շատ փափուկ է պահում, հիգիենическի է, փափուկ ճաքելու դեպքում, սա սկրաբիկ է մազերը նորից հավաքելու համար, տանալնի կրեմ է իմ գույնին համապատասխան, փորձել եմ երեսից, շատ լավ նստում է իմ լավ բարեկամներ, սա էլ փափկեցնող, հարթեցնող կրեմ է 55 տարիքից բարձրերի համար է։ Այստեղ էլ նորից տանալնի կրեմ է, շատ լավ կրեմ է, մեկ անգամ նվիրել էր թոռնուհիս, շատ ընտիր օգտագործել եմ։ Սա էլ սպոնժ է կրեմ քսելու համար, իմ լավ բարեկամներ, այսքանը։ Սիրելի հետևորդներ ջան, հարցը նվերը չէ, հարցը, որ քեզ հարգված ես զգում, քեզ սիրված ես զգում, շատ լավ զգացողություն է նվեր ստանալը և ինչպես դու ես լավ զգացողություն զգում, այնպես էլ դու պետք է չէ նվիրես, որ դիմացինիդ հաճելի լինի նվեր ստանալը, շատ հաճելի է, շատ գեղեցիկ է, որ թոռնուհին, տատիկին կամ մայրիկին նվիրում են նվերներ, թեկուզ փոքր, չնչին, բայց ասեք, որ հաճելի զգացողություն է նվեր ստանալը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ այսպիսի օրհնված, գեղեցիկ, համեստ, սիրով լցված ընտանիք, մեկս մեկին սիրում ենք բոլորս, մեկս մեկին հարգում ենք, Աստծու օրհնություններն էլ մեր ընտանիքից անպակաս են, թող ձեր ընտանիքներից էլ անպակաս լինի Աստծու օրհնությունը, դուք էլ լինեք սիրված, հարգված իմ լավ բարեկամներ, հիմա գնանք խոհանոց, տեսնենք տիկին Մարինեն ինչ է պատրաստում ձեզ համար և մեզ համար, իմ սիրելիներս, ցտեսություն, առայժմս չեմ ասում, գնացինք խոհանոց։ Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, հարազատներ, բարեկամներ, ընկերներ և աշխարհով մեկ սփռված հայեր ջան, այսօր էլ շնորհավորենք հին ու նոր տարին, մաղթենք միմյանց խաղաղ, առողջ, երջանիկ, ուրախ տարի։ Իմ լավ բարեկամներ, թող 2026 թվականը բոլորիս համար լինի խաղաղության, առողջության, ուրախության, երջանկության, սիրո տարի։ Իմ սեր հետևորդներ ջան, դուք ինձ համար հարազատ եք, դուք ինձ համար սեր եք, բարություն և ջերմություն եք, Աստված պահապան ձեզ։ 3 կիլանոց սազան ձուկ է, արդեն լվացած, աղած, պատրաստի վիճակում է։ Մնում է, որ ես արդեն շարեմ կաթսայի մեջ և եփեմ, ունեմ դափնուտերև 3 հատ պատրաստել եմ, այստեղ սոխ կարտոֆիլ մաքրած, սա
մաքրած լոլիկը իր հյութի մեջ։ Այստեղ դրել եմ սիրելիներս աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, խառնեմ իրար, որպեսզի լցնեմ, ուզեցա ձեզ ցույց տամ, նոր խառնեմ։ 2 հատ թարմը լոլիկ եմ դրել, իհարկե առանց աղի ճաշ չենք պատրաստում և նաև ձուկ չենք պատրաստում, իմ սիրելիներս։ Այստեղ էլ ունեմ մի քիչ համեմ մաղադանոսի հետ խառնած։ Դե հիմա ինչ, անցնենք պատրաստմանը, սիրով ցույց եմ տալիս։ Կացան ցողել եմ ջրով, առաջի շերտը արդեն օղակաձև, ոչ շատ խոշոր կտորների, ոչ շատ բարակ շարել եմ սոխը, իսկ հիմա կդնեմ լոլիկը սոխի վրա, այսպես, մի հատ էլ կդնեմ 1 հատ դափնու տերև, հիմա կլցնեմ կարմիր պղպեղ, սև պղպեղ և իհարկե նաև աղ, մի փոքր, շատ քիչ եմ դրել աղը, կարտոֆիլը այսպես 2 կես եմ անելու, սա փոքր է, չեմ կիսելու, չեմ բաժանելու 2 մասի, որոնք խոշոր են կբաժանեմ, նորից սոխ, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, մի քիչ էլ կլցնեմ տոմատի լոլիկը տոմատի հյութով, կավելացնեմ, ահա, սա էլ այսպես, մի փոքր կաղեմ, որ կարտոֆիլ աղած չի, կաղեմ այսպես, հերթը ձկամն է, քանի որ գլուխը ուշ է եփում, ուշը գլուխը կդնեմ, նոր կշարեմ մնացած ձուկը։ Սա թող մնա այստեղ, ձեռքս լվանա։ Չէ, այս կդնեմ վերևի մասում։ Մի հատ էլ դափնու տերևես կողմը,
մի փոքր նորից աղանեմ, շատ չնչին։ Վախենում եմ, որ աղի լինի։ Մի փոքր էլ ջուր ավելացնեմ, բերանը ծածկեմ, դնեմ եփելու։ Եփելու ընթացքում ցույց կտամ, սիրելիներս։ Սիրելիներս, ահա եւ վերջ պատրաստ է։ Համեղ, գեղեցիկ, առողջարար, ձկով, բանջարեղեններով ուտեստը։ Ստացվեց շատ համեղ եւ անուշ բույրով։ Պատրաստեք այս տարբերակով, կհամոզվեք, որ իրոք շատ համեղ է ստացվում։ Ովքեր չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք, որ տարածվի ալիքս եւ էլ ավելի համեղ ուտեստներ էջումս տեսնեք։ Իմ լավ հարազատ դարձած ընտանիք յութուբյան ալիքում։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակս, տեսություն, մինչ նոր հոլովակ։